Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Նախ ուզում եմ շնորհավորել ձեր բոլորի ամանորը եւ այսօր արդեն, քանի որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի օրն է, ամենահրաշալի օրը ըստ քրիստոնեության համար, որովհետեւ ավետվում է Քրիստոսի ծնունդը, Սուրբ ծնունդը եւ որով եւ նշանավորվում եւ կարեւորվում է ընդհանրապես այս ընթացքը ամբողջությամբ աշխարհի գոյությունը։ Իհարկե, հասկանալի է, որ ոմանք միգուցե չեն նշում, ոմանք միգուցե համաձայն չեն այդ մտքերի հետ, բայց մենք փորձում ենք մնալ մեր քրիստոնեական արժեհամակարգի հիմքերի վրա։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ եւ ուզում եմ ներկայացնել մեր այս տարվա առաջին հյուրին Պարուր Հարիկյան, ողջունում եմ ձեզ։ Պարուր Հարիկյանը Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ եւ ինչպես նաեւ ԱԻՄ առաջնորդ։ Պարոն Հարիկյան, եթե ունեք ողջունի խոսք մեր հեռուստադիտողներին, քանի որ առաջին Սանդրանիկ 2026 թվականի եթերն է սա։ Ամբողջությամբ համաձայն լինելով ձեզ հետ, մանավանդ հայերիս համար կարծում եմ, որ Հարության տոնը ավելի խորհրդանշական է եւ քրիստոնեությունը ավելի լուրջ բնութագրող, ինչու հայության համար, որովհետեւ հայերից քչերը գիտեն, որ հարյավ բառի մեջ արմատն է։ Այսինքն Սուրբ ծնունդն ենք նշում։ Այո, բայց ես նշում եմ, որ դա ավելի կարևոր է, ավելի բարձր է, որովհետև այդ հայերիս համար ինչու նշեցի, որ հարյավ, այսինքն դարձավ, մեր արարիչի նման դարձավ։ Եթե չծնվեր, հարություն էլ չէր անել, հետևաբար ինչ վերաբերում է այսօրվան, այո, այսօր շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա առթիվ եւ բնականաբար թող նոր տարին ավելի լավ տարի լինի, քան նախորդ տարիները։ Ես ինձ համար որոշակի պարտավորություն եմ ստանձնել առաջիկա 6 շաբաթում արմատական արդարացի եւ ոչ մեկին վնաս չբերող գործողություններ իրականացնել, այնպես որ Աստվածտա, որ մենք ավելի լավ Հայաստան ունենանք 26 թվականին։ Մենք մտնում ենք այսպես ասած աշխատանքային նոր տարի եւ հոբ տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը իր մոտ է հրավիրում 7-8 եպիսկոպոս եւ arczepiskopos-ի, որոնք հայտարարություն են տարածում, որի նպատակն է բարենորոգել հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցին, ինչը ենթադրում է կաթողիկոսի հեռացում, ենթադրում է նոր կաթողիկոսի ընտրություն կամ դեռևս տեղապահ ենթադրում է կանոնների հաստատում եւ այդտեղ տեսնում ենք ստորագրություն, որտեղ դրված է վարչապետ Փաշինյանի անուն ազգանունը, ինչը տարբեր մարդկանց գնահատմամբ խախտում է կոպիտ հենց նույն սահմանադրության։ Ես չեմ կարծում, որ սա լավ սկիզբ է տարվա, դուք ինչպես եք տեսնում, սա ընդհանրապես ինչ գործընթաց է։ Ես իմ առաջի արձագանքը այն եղել, որ ասում եմ, այդ ինչի քո մի քանի նախարար էլ տանել էլի հետդ ավելի տպավորիչ կլիներ, թե չէ մենակ գնացել ես հոգեվորականների մեջ նստել ես որպես ինչ, բայց մեկ այլ բանի մասին պիտի խոսեմ, որ արդեն հիշատակել եմ, հանրության մեջ էլ դա կա, նա ով որ չի խառնվում ազգային կյանքի նաև այդ ոլորտին, այսինքն չի մասնակցում այդ կյանքին, նա ճիշտ չի։ Բայց ով որ չափից ավելի է խառնվում, արդեն խառնվում, ոչ թե մասնակցում, այլ խառնվում։ Նա պատժվում է եւ մենք նոր բան ասած չենք լինի, տեսեք, ես կարծում եմ, որ Պապ Թագավորը մեր պատմության ամենանշանակալի անձն էր եւ կլիներ ավելի մեծը, քան աշխարհի տեսակին ճանաչված, քան Տիգրան Մեծը, որ ճանաչված է աշխարհի կողմից, եթե չխառնվեր եկեղեցու գործերին այդպիսի խստությամբ։ Ինքը իսկապես մեծություն էր այդ տարիքում, այդպիսի գործեր, որոնք մնայուն հետք են թողել մեր պատմության մեջ, բայց խառնվեց եկեղեցու գործերին եւ չներվեց իրեն դա։ Մենք գիտենք, չէ, որ ինչ որ կատարվում է, այնպես չի, որ Աստծո կամքը ոտնահարվելով է կատարվում, պիտի պատճառները փորձենք հասկանալ։ Մեզ մոտ նույնպես գիտենք, որ եկեղեցու գործերին մարդիկ խառնվեցին, կաշառքներ ստացան, միջամտեցին, անուններ չտան, որովհետև ինչևէ, ինձ համար շատ տխուր է այդ իրողությունը, բայց նույնպես պատժվեցին։ Ուրեմն այս երջանիկ հոգևորականն էլ, որ եթե 8 հոգևորականների մեջ մեկը նստում է, ինքը առնվազն պետք է հոգևորական լինի։ Եթե հետը տաներ ներքին գործոց նախարարին, մի քանի ոստիկան, մի քանի դատախազ, օրինակ են, այդքանի մեջ մի կին չկար։ Դա ինչ բարենորոգում է առանց կանանց։ Չի կարելի, չէ՞, շնորհք եվրոպական երկիր ենք։ Խայտարակություն էր ընդհանուր պատկերը, դրա մասին խոսելը ճիշտ ասած այս տոնական օրը ինձ համար այնքան էլ հաճելի չի։ Աստված թող մեզ մեր նկատմամբ բարյացակամ լինի։ Ես առաջ, երբ ընդամենը կարող եմ ասել մի քանի ամիս առաջ, երբ իմ փորձը դեռ պակաս էր, իսկ մարդ ամեն ամիս
ամեն օր ինչ որ փորձ է ձեռք բերում, ես ասում եմ, որ մենք պիտի արժանի լինենք, որ Աստված մեր նկատմամբ բարեհաճ լինի։ Դա մնում է ուժի մեջ, բայց մի բան էլ կա։ Երբ դու դեռ արժանի ես, բայց դիմում ես ամենակարողին խորը հավատով, այդ դեպքում էլ արժանանում ես նրա ուշադրությանը։ Սա բացահայտեցի վերջին շաբաթների ընթացքում։ Հիշում եք, չէ՞, կույրը որ մոտեցավ, ասեց Տեր Աստված, այսինքն հավատաց եւ այդ հավատն անգամ գնահատվում է։ Այնպես որ Աստված տա, որ մենք կարողանանք արժանի դառնալ հավաքականորեն ամենակարողի բարյացակամությանը։ Պարոն Հայրիկյան, ցավալի է, որ Հայաստանում կարծեք եւ եվրոպական արժեքներից են շեղվել ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ քրիստոնեական արժեքներից են շեղվել։ Հետեւաբար մենք կարծեք գնում ենք առանց արժեքների ինչ որ ուղով։ Ամենայն դեպս տպավորությունն է այդպեսին։ Շատ ճիշտ տպավորություն է եւ ասեմ, որ դա պատմականորեն շատ ծանր հետևանքներ է ունեցել մեզ համար։ Ես հիացած եմ եղել երիտասարդ տարիներին, թող ներող լինեն այսօր ինձ հավատացող, ինձ գնահատող հավատացող մարդիկ, ինչ որ պահի խանդավառ եմ եղել հայ այն քաղաքական ուժերով, որ ամեն ինչից վեր դասել են իրենց նպատակները եւ այդ ճանապարհին ուրացել են ազգային արժեքները։ Եվ ես կարծում եմ, որ դրա հետևանքով մենք արժանացանք ծանր փորձությունների ազգովի։ Բայց միաժամանակ մասնակիցն եմ եղել անցյալ տարի իդեպ լրացավ 60-ամյակը, ես մոռացել էի դա շեշտել, հիմա ես նույնիսկ պահանջում են համառոտ այդ 60-ամյակը նկարագրել եւ վերլուծելով իմ եւ իմ ընկերների մեր սերնդի անցած ճանապարհը շատ հստակ տեսնում եմ, որ որքան խիստ որ մենք պատժվում ենք քրիստոնեական արժեքներից հեռանալու համար, իսկ պատժվել ենք շատ խիստ, դաժանորեն։ Երբ քո ազգի հավաքականության թեկուզ 1%-ը, բայց այդ 1%-ը դառնում է ներկայացուցիչ եւ ինքը աստվածամերժ է, ասենք հայ մարդ է սպանել եւ նա հերոս է հիմա համարվում որոշ քաղաքական ուժերի մոտ։ Եվ սպանել է մի հայ մարդու, որը անկախության համար բանտից նոր դուրս է եկել անկախության պայքարի։ Դա բացում է իրենց պատմության դասագրքերը, հերոս էր, գաղափարական տարաձայնության համար մարդ սպանեց, հայի սպանեց։ Հասկանում ես, որ այս մարդիկ քրիստոնեությունից ոչ մի կապ չեն ունեցել, հեռացել են։ Բայց մյուս կողմից գամ մեր օրերին երկար ժամանակ մենք չէինք հասկանում ազգային ինքնորոշում միավորումը ստեղծելու պահին անգամ ես չէի մտածում, որ դա աստվածահաճո անվանում է եւ ընտրությունը ճիշտ ընտրություն է։ Հետո հին այմականներից մեկ անունն էլ ասեմ, մեր Ժորա Մովսեսյանը Եղվարդից նա մի հոդված գրեց, որ Աստված մարդուն ստեղծել է ինքնորոշման իրավունքով եւ ինքնորոշման սկզբունքը ամենակարևորն է։ Հետո մեր որոշ սկզբունքները, որ գաղտնիություն պահանջող գործերից հրաժարվել, նպատակը չի արդարացնում, միջոցները մի օր բացահայտեցինք մենք մեզ համար, որ մեզ թվում է թե մենք ենք դա հնարել, այնինչ մենք վերադարձել ենք մեր հայրերի իրական հոգեվոր արժեքներին, այսինքն քաղաքական ազգային գործունեության մեջ սկսել ենք կիրառել քրիստոնեական սկզբունքները։ Եվ դրա համար ես ով եմ, որ հասնեի անկախություն հանրաքվեի ճանապարհով նպատակից իրականացմանը։ Աստված տեսավ, որ այն մարդկային հավաքականությունը, որ այդ գաղափարի շուրջ համախմբվեց, արժանի է պետություն ունենալու եւ մենք դա էլ պիտի ընդունենք, ես դա համարում եմ վկայություն, Աստծո հետ կլինես ինչ որ բանի կհասնես։ Այնպես որ շատ ճիշտ հարցադրում արեցիք, այսօր մենք հեռացած ենք եվրոպական արժեքները ստեյության նույնպես քրիստոնեական արժեքներն են։ Ես եվրոպական երկրներում եւ պահպանողականների եւ Եվրոպական People's Party դրանց կազմակերպությունների հանդիպումներին շատ եմ շփվել եւ շատ երկրներ կան, որտեղ չեն ասում մեր քաղաքակրթությունը։ Նրանք ուղղակի ասում են քրիստոնեական քաղաքակրթությունը։ Այո, մենք հեռացել ենք, բայց ամեն ինչ պիտի անենք, որ վերադառնանք, երբեմն նույնիսկ հարկեղածից ավելի շեշտադրելով, որտեղ մարդիկ կան, որ ասում են նպատակների մասին խոսիր, բայց մենք պարտավոր ենք հիշենք մի բան, մենք ազգ որպես կանք, որովհետեւ այդ արժեքային համակարգում նշված պատվիր ծնողներիդ կարգախոսով ենք ապրել։ Երբ դու ծնողներիդ չես պատվում, նշանակում է դու հեռանում ես քո արմատներից։ Եթե կարևոր է ազգի որպես ազգ գոյություն ունենալը, թե չտեսեք մենք որպես գեն Թուրքիայում մի 40-50 միլիոն կա հայ գենետիկորեն։ Իդեպ ես դա մտածելով եմ, որ մեր սահմանադրության նախագծում նշում են ոչ թե ազգությամբ հայերը, այլ ծագումով հայերը կարող են Հայաստանի քաղաքացի դառնալ բացառության կարգով։ Ինչևէ, բայց խոսքը գնում է ամբողջության մեջ, չէ, եւ լեզուն, եւ հավատը, եւ իհարկե գեները, եւ հայրենիք, այդ բոլորը միասին են ազգ դառնում։ Պես որ պիտի պատվենք մեր ծնողներին, այն ինչ որ իրենց համար կարևոր է, սուրբ է եղել, մենք դա նույնպես պիտի պատվենք, այդպես ենք որպես ազգ ապրում ու
պիտի ապրենք, եթե ապրում ենք որպես ազգ։ Աներկյան, դուք նշում եք անկախության պայքարի նորից այդ կոնցեպտը։ Արդյոք մենք հիմա եկել ենք նորից անկախության համար պայքարելու այդ շեմին։ Չէ, մենք անկախության պայքարը պիտի նախ եւ առաջ բնութագրենք որպես այսպես է, կա իրավունք, կա մարդու իրավունք, խմբերի իրավունք, հավաքականության եւ այդ մեծ խմբերից ազգերի իրավունքներ։ Եթե մենք խոսում ենք անկախության մասին, անկախությունը դա նշանակում է մարդկային հավաքականությանը, անհատական կարգավիճակով խնդիրներ բարձրացնելու մակարդակից դու բարձրացնում ես միջազգային իրավունքի ենթակայի մակարդակին։ Այսինքն մեր պետություն ունենալու հիմնական նպատակներից մեկն այն է, որ հայությունը որ կար եւ ցույցեր էին անում եւ բողոքներ ներկայացնում նույնիսկ անցանկալի բաներ, ահաբեկչական գործողություններ, անցանկալի ոչ միայն հակառակորդների համար, այլ նաեւ մեզ համար, որովհետեւ այդ մարդը որ գնում էր ահաբեկչական գործողությունների հանուն հայրենիքի, իրեն էր կործանում։ Ինչևէ, այդ պայմաններում մենք կարողացանք մեր ժողովրդի ոչ թե ճանաչելիության, այլ իրավական մակարդակը բարձրացնել միջազգային իրավունքի ենթակայի մակարդակին։ Հայաստանը այսօր դեռևս միջազգային իրավունքի մակարդակի վրա է, բայց նույնիսկ միջազգային իրավունքի ենթական ինչու է լրտեսությունը ծանր հանցագործություն համարում։ Եթե այդ միջազգային իրավունքի ենթակա կառույցի մեջ սփռդում են լրտեսներ կամ ազդեցության գործակալներ, երբեմն ազդեցության գործակալները ավելի վտանգավոր են, քան լրտեսները, որտեղ լրտեսը միշտ վախեր ունի, որ կարող է բացահայտվել, իսկ ազդեցության գործակալը ասում է, ես իմ համոզմունքներով, իմ գաղափարով եմ անում այս կամ այն բանը, օրինակ ազդարարում, որ խաղաղությունը ավելի կարևոր է, քան արժանապատվությունը։ Այսինքն կյանքը, մարդկային նկարագիրը 10-րդական է այն բանի համեմատությամբ, որ կարող ես խոզի պես քարշ գալ։ Դա էլ ազդեցության գործակալ է, որն ավելի վտանգավոր է, քան ուղղակի ներդրված լրտեսը։ Մենք անկախության պայքարը բարեբախտաբար զրոյից սկսելու իրավունք չունենք։ Այդպես խոսում են իսկապես կան մեր իրականության մեջ այդպիսի մարդիկ, որ պիտի մենք զրոյից սկսենք անկախությունը, ես զրոյից սկսողներին ասում եմ, որ զրոյվել կավարտես։ Նա ով իր նախներին չի հավատում, ես գիտեք, նաև իրավունք ունեմ, որովհետև իմ գործով ապացուցել եմ։ 95 թվականին ընդունվեց սահմանադրություն այն ուժերի կողմից, որոնց իշխանության գալը մենք դիմավորել էինք սև դրոշներով։ Հայտնի դեպք է, բացառիկ դեպք, որ նախագահ է ընտրվում եւ դու ասում ես մեր սև օրերը սկսվեցին։ Նրանց ընդունած սահմանադրությանը մենք դեմ էինք, բայց երբ 98 թվականին ես մեր քաղաքացիների ձայների օգնությամբ կարողացա իմ դիրքերը ամրացնել եւ պահանջել, որ սահմանադրական բարեփոխումներ սկսվի, ես չասացի զրոյից ենք սկսում։ Ասացի ինչ որ արված է, սխալներն ուղենք։ Արված է էլի մեր եղբայրներն են արել, մեր մոլորյալ կամ սխալ եղբայրները, բայց գնանք առաջ։ Եվ դրա միջոցով է որ կարողացա երկքաղաքացիությունը ամրագրել, նախագահին արգելվեց արձակել պարլամենտը բացի կառավարության մասին որոշումներ ընդունելուց նաև այլ որոշումներ կարողացավ ընդունել, օմբուդսմենի պաշտոնը հաստատվեց, որ ես այնքան էլ դրա հետևողական չի, այսինքն դա իմ մեծ նախաձեռնությունների չեմ համարում, ասացին, ես էլ ներդրավեցի, ինձ համար պիտի ցանկացած պարլամենտական օմբուդսմենի կարգավիճակումներ էր։ Եվ ամենակարևորներից մեկը, որ սահմանադրական դատարանը դարձավ մատչելի, մինչև այդ նա միայն պալատական դատարան էր։ Այսինքն ես զրոյից չեմ սկսել եւ հիմա էլ մենք անկախության պայքարում զրոյից սկսելու առիթ չունենք։ Մենք պիտի այսօր շարունակենք դրականը, անդրադառնանք նաեւ բացասական եղելություններին եւ այդտեղ էլ փորձենք մեր դրական ներդրումը կատարել ոչ թե ամեն ինչ ընջելով զրոյից սկսելով։ Սովորաբար այսպես անում են հեղափոխականներ, ես իմ էությամբ բարեփոխական եմ, ոչ հեղափոխական, այսինքն եղածը ոչնչացնելու եւ հետո զրոյից սկսելու կողմնակի չեմ։ Դա նաեւ հիմարություն է։ As մի մեծ շենք լինի, ասես ես ուզում եմ այստեղ նոր տուն կառուցել, քանդեմ նորը կառուցեմ, անխոհեմ մի բան։ Եթե հիմքերը լավ են դրված, ճիշտ ուղղությամբ է գնում, բարելավիր, պնդացրու, կառուցիր, ավարտիր։ Պարոն, այդ սահմանադրական բարեփոխումները հիմա կդառնա եւ նախընտրականի եւ հետոյի ամենակարևոր թեման։ Քանի որ մենք այսինքն երկու թեմա ենք ունենալու, ըստ էության մեկը ընտրություններ, որի մասին կուզեի ձեզնից հարցնել, թե ինչ ընթացք է ակնկալում, եւ երկրորդը, որ ակնհայտորեն Ադրբեջանի պահանջն է, ակնհայտորեն, այսինքն իրենք որքան էլ փորձում են դա ներկայացնել, փաթեթավորել, տարբեր սոուսների տակ ներկայացնել, միևնույն է մնում է Ադրբեջանի պահանջ, քանի որ ձեր նշած այդ ինքնանպատակ խաղաղության հասնելու միակ տարբերակներից մեկն է, որտեղ եթե չփոխվի սահմանադրությունը ըստ Ադրբեջանի պահանջի, այսինքն ինչ պիտի հանվի այնտեղ
անկախության հռչակագրին հղումը պիտի բավականաչափ այնտեղից նվազեն զինված ուժերի հետ կապված այդ կապերը եւ այլն եւ արդյոք ըստ ձեզ այդ սահմանադրություն չփոխելու ներուժ ունենք մենք ցույց տալու որ այդ սահմանադրությունը այդ ձևով փոխվի ոչ թե այնպես ինչպես որ մենք բոլորս էլ կուզեինք որ փոխվեր որովհետեւ ի վերջո 18 թվականի այսպես կոչված հեղափոխության trigger-ը սահմանադրությունն էր կամ սահմանադրության սխալ լինելը իհարկե կհամաձայնեք ինձ հետ նաև մեր հետևողները կհամաձայնեն որ ձեր տված հարցը այնքան ընդգրկուն է որ դրան առանձին երկու հարցազրույց պետք կլիներ բայց ես փորձեմ ամփոփ լինել առաջին սկզբունքային հարցը կա մի մարդ թեկուզ այդ կոռուպցիոն հանցախմբի աջակիցներից կա մի մարդ որ գիտի թե ինչի համար է Նիկոլ Փաշինյանը ինչի համար էր անում սահմանադրական բարեփոխումներ եւ ինչի համար է հիմա նոր սահմանադրություն անում երբ ես 98 թվականին ասում եմ մարդիկ ձայն տվեք ինձ որ սահմանադրական փոփոխություններ կատարենք ասում էի նախագահը չպետք է լինի չպետք է իրավունք ունենա կամայականորեն արձակել ներկայացուցչական կառույցը ասում էի չէ ասում էի երկքաղաքացիությունը արգելված է դա պետք է թույլատրվի եւ երկքաղաքացին պիտի համարվի լիարժեք քաղաքացի Հայաստանի ասում էի ինչի համար եմ ուզում փոփոխություն երբևէ որևէ մեկը լսել է որ Նիկոլ Փաշինյանը ասի թե ինչից է բողոքում գործող սահմանադրության եւ ինչն է ուզում փոխել եթե դա չես ասել շատ կարևոր բան եք ասում դու ամենավերջին իդիոտն ես այն իմաստով որ եւ անգրագետ եւ լպիրշ եւ բթամիտ դե հասկանալի որ դա մանիպուլատիվ մոտեցում այսինքն չի ասում որ պիտի ասվի չլինի դիսկուրսը զրույցը հենց դրա շուրջ բայց եթե չի ասում քաղաքականացնում է եթե նույնիսկ որևէ օրենք ես փոխում օրինակ հարկերը որ բարձրացրեց դարձրեց հարկային տերոր ինքը ասեց չէ ես սրանով դե մի սուտում մի այլ սուտ է բերում գույքը հարկով ես պետք է բանակը հզորացնեմ այնինչ գույքը հարկը կապ չունի պետական բյուջեի հետ պիտի հատուկ որոշում ընդունես որ նույնը այստեղ ինքը չի ասել ոչինչ բայց ասում է պետք է բարեփոխվի այդ բարեփոխնելու առաջի փուլը սկսեց նրանից որ մենք ժամանակին ասում ենք որ դու հեղափոխություն ես ասում բայց իշխանափոխություն ես արել այս կարգախոսով ուր է քո սահմանադրությունը 2 տարի պետք եղավ ինձ որպեսզի ստիպեմ եւ ստիպեցի որ ինքը ընդունի շատ խորհրդանշական է որ իր առաջին նորմատիվ ակտ ընդունեց փետրվարի 12-ին այնքան հետաքրքիր բաներ է կատարում փետրվարի 12-ը այն օրն է երբ ես 77 թվականին բանտում ընդունեցի որ ես ազգային միացյալ կուսակցության քարտուղարն եմ որովհետեւ դա գաղտնիք էր ես բանտում էի բայց որպես անկախության գաղափարագիր որ կազմակերպության ղեկավարն եմ չէի հայտնում եւ այդտեղ մոտ 50 հոգի մեծ մասսոոտարներ հացադուլ արեցին ասելով որ այո մենք Հայրիկյանին ճանաչում ենք որպես անկախական պայքարի առաջնորդ եւ իրեն լիազորում ենք այնտեղ նաեւ ուկրաինացիներ ռուսներ հրեաներ ինչևէ հետաքրքիր որ դա փետրվարի 12-ին տեղի ունեցավ եւ այդ բարեփոխումների նախագծում ես կարծում եմ ուզում եմ տեսնեմ գոնե այն միտքը որ տվել են կառավարության առաջին ծրագրում կա այդ միտքը գիտեք չէ կառավարության առաջին ծրագրում ասվում էր այս ընտրական օրենսգրքով սահմանադրությամբ արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի մտածում եմ գոնե դա կարող է լինել որ մենք այս սահմանադրությունը բարեփոխել ենք ուզում որ ընտրությունները ի վերջո արդար լինեն որտեղ ցանկացած գրագետ կիսագրագետ ցածր մակարդակի գրագետ մարդու համար հասկանալի է որ երբ ասում է մեր պարլամենտը ընտրվում է խորհրդարանական համակարգը ընտրվում է համամասնական ընտրակարգով ուրեմն այդ համամասնությունը պիտի պարլամենտում ներկայացված լինի բայց երբ դրան զուգահեռ ասում է որ պետք է ունենան կայուն մեծամասնություն այսինքն այդ համամասնությունը հեչ կարևոր չի ով որ մի քիչ ավել ձայն ունեցավ սա կատարյալ խուժանություն է եւ այս անգրագետները որոնց ես պատրաստ էի բարեկցակամորեն օգնել խոսել հետները այս անգրագետները հիմա սահմանադրություն են փոխում արդեն նոր սահմանադրություն են անցնում դարձյալ չասելով ոչ մի բան թե ինչի են փոխում լավ հայրենակիցներ սիրելի ժողովուրդ դուք չեք մտածում ձեզ ինչի տեղ են դրել երբ ձեզ ասում են պիտի այսինչ բանն անենք շարունակությունը կա չի անում ենք այսինչ բանի համար հիմա ձեզ միայն ասել են ձեզ այս պիտի անենք հաջորդը կարծում եք Նիկոլ Փաշինյանը չգիտի որ այս սահմանադրության իր տարբերակը չի անցնելու թեկուզ միայն մի պատճառով որ ինքը Հայաստանը կոչվում է ժողովրդավարության բաստիոն բայց արդեն 12 տարի պաշտոնապես շրջանառության մեջ է բացարձակ ժողովրդավարության նախագիծ որ ինքը արգելում է քննարկել
Ես ունեմ կարողություն, ես ուզում եմ ներքին կարգով լուծենք այդ հարցերը։ Այսօր ես պաշտոնապես 6 շաբաթ ժամանակ եմ տվել եւ ինձ, եւ ընդդիմադիր դաշտի գործիչներին, եւ այդ կոռուպցիոն հանցախմբի մասնակիցներին 6 շաբաթվա ընթացքում կամ իրենք քննարկում են իմ տված նախագիծը, 16 քաղաքական ուժերի տված նախագիծը, կամ իրենց մահկանացուն կնքվում է։ Բարոյա քաղաքականը նկատի ունեմ եւ իրավականը։ Ես ունեմ մեծ հնարավորություններ նաեւ միջազգային ուժերին այսուհետեւ Նիկոլին տեսնելիս ասել, լսի, այ անշնորհք, քո երկրում ապրում է մի այսպիսի մարդ։ Մենք նրան ճանաչում ենք որպես սովետական միության ժողովրդավարական շարժումների առաջնորդ։ Նա հանդիպել է մեր նախագահի հետ, մեր մյուս նախագահի իրեն բարձր պաշտոն է առաջարկել, կազմակերպել է Հավելի հետ Peaceful Road to Democracy, որտեղ Ելցինի պետքարտուղարն է մասնակցել Բուրբուլիսը։ Այդ մարդը քեզ նախագիծ է տվել 8 անգամ։ Դու այդ ինչ տեսակ։ Դու ո՞նց ես ինձ մեզ հետ զրուցում, եթե դու քո անկախության պայքարի առաջնորդի տված թուղթը հրամայում ես չքննարկել, դու ինչ կարող եմ դա անել։ Ոչ մի խնդիր չի ներկայացնում, բայց ես 6 շաբաթը դեռ տալիս եմ մեր ժամանակ։ Ու դրանից հետո կասեն քեզ հետ խոսելն անիմաստ է։ Դու աշխարհի մեծագույն վատ մարդն ես, այդպես ասեմ, ուրիշ բառը չասեմ։ Կարող եմ դա անել, բայց դեռևս փորձում եմ այս ճանապարհով աշխատել, դե տեսեք, ձեր ասածի մեջ մի բան կար։ Ըստ էության, խոսելով նոր սահմանադրության մասին, Նիկոլ Փաշինյանը ասում է. ես եւ իմ թիմակիցները ամենաստոր խարդավանքների պատրաստ մարդիկ ենք։ Եթե նա իսկապես ուզում է ունենալ այդ սահմանադրությունը, գիտենալով, որ դրան համար ստանալու է ընդամենը 20% առավելագույնը, նրա այս նախագիծը 20%-ից ավել չի ստանալու։ Մի հատ պատկերացրեք ընդհանրության բարեփոխման այդ նախագիծը, թե չէ, ինչ էլ որ ինքը ներկայացնի սահմանադրական բարեփոխումների կամ նոր սահմանադրության անվանտակ, ստանալու է 20%։ Այսինքն կամ ինքը ինչ որ հաշվարկներ անում Հույրոս Կեսարյան, կամ ինքը իրանում հետ էր համատում ինչ որ, շատ համատատ է բոլորը համատում։ Հաշվարկներ անում, որ ինքը պետք է համոզի, որը բացառված է։ Ընդ որում նաև Պապ Թագավորը այդ կապակցում։ Կամ էլ ինքը մտածում է, որ պիտի կեղծիքներ անի։ Մինչև այսօր իր արած հանցագործությունները այնքան ծանր հանցագործություններ են։ Դատարանով չի հաստատված, բայց այդ երևույթները հանցավոր դրսևորումներ են։ Այնքան ծանր են, որ ընտրություններ խախտելը դրա համեմատ մանրուք է։ Մանավանդ ինքը դրա փորձը արդեն ունի, Մուկուչյանին ինչի պահեց։ Ընտրությունների գլխավոր կեղծարարեր ինքը այդ ազդարարում Մուկուչյանն ու կենտրոնական հանձնաժողովը պահեց, նրանց միջոցով ընտրվեց, հետո նոր փոխել է, հիմա արդեն դրել է իր կարծիքով երևի ավելի նվիրալ մարդու, բայց միևնույնն է, կամ ավելի նկարչի։ Ինչ որ ինքը բերել է, դա չի անցնել։ Հիմա գիտեք ինչ խախտում է արել, քանի որ խոսեցիք սահմանադրական բարեփոխումների մասին, ասեմ։ Նախ մի սկզբունքային բան։ Բոլոր հայ մարդիկ լսել են, որ Նիկոլ Փաշինյանը ասում է. Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։ Ժողովրդավարության բաստիոնում 7 տարվա ընթացքում ժողովրդավարությունը զարգացնելու, արմատավորելու ուղղությամբ ինչ քայլեր է արել Նիկոլ Փաշինյան։ Ոչ մի քայլ, միայն մի քայլ մերժել ես բացարձակ ժողովրդավարություն անունը կրող 16 քաղաքական ուժերի հավանության արժանացած նախագիծը։ Հիմա այդ մարդը ասում է նոր սահմանադրություն ենք ունենալու, նշանակել է Գալյան անունով դժբախտուհուն, որտեղ նա չի հասկանում թե ինչ խաղերի մեջ է Նիկոլի իրեն տանում, վաղը Նիկոլի հետ գնալու է բանտ։ Ինչ է նշանակում ցրել մասնագիտական հանձնաժողովը։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Ինքը ստեղծել է խորհուրդ, խորհրդին ենթակա մասնագիտական հանձնաժողով։ Երբ ես մեղադրեցի, որ դուք ապօրինի վարձատրություն տալով պատասխանատվության տակ եք լինելու, մասնագիտական հանձնաժողովի աշխատակիցները ասացին հիմնավորեք, մենք ապօրինի չենք ստացում, չեն կարող հիմնավորել։ Իմ հիմնավորումը հետևյալն է. այսինքն ժամկետում գործը պիտի արած լինեիք, չեք արել, ուրեմն այն աշխատավարձը, որ ստացել եք, դա ապօրինի աշխատավարձ է, վարձատրություն։ Հիմա ցրել են։ Արտարադության նախարարի հետ խոսում եմ, ասում են մենք լուծարել ենք այդ հանձնաժողովը։ Ինչ իրավունքով։ Մասնագիտական կառույցի, մասնագիտական հանձնաժողովը երբ դուք լուծարում եք, ով է նրան փոխարինելու։ Ինձ չեք կանչել, ուրիշ մասնագետ չեն կանչել։ Իրանիսյանը պիտի անի մասնագիտական գնահատականը։ Սաքունցը պիտի անի, մի անգամից չեն խոսել իրենք։ Կամ պետական նշանակված մարդիկ սահմանադրությունը, մանավանդ նոր սահմանադրություն, այնպեսի հարց է, որ դրա համար ազգերը հատուկ կառույց են ստեղծում, սահմանադիր ժողով։ Սրանք արտարադատության է, տեսեք, ոչ միայն գործադիրը չի զբաղվում, այլ գործադիրի մի ճյուղը, ենթակա մի ճյուղը, ստեղծում է մի փոքր այլ ճյուղ, ու դա մեր ամբողջ ազգի համար հիմնական օրենք պիտի գրի։ Դուք շատ ցավոտ հարցի մասին խոսեցիք, այս հարցը անհետևանք թողնել չի կարելի, սա ինձ տրամադրեց, ես գիտեմ դրա կարևորությունը, գիտեմ նաև իմ ունեցած դերակատարությունը անցյալում, դրա համար ես կոչ եմ հղել, որ շատ արագ բոլորը համախմբվում են այս գաղափարի շուրջ, սա լուծում է բոլոր հարցերը, որովհետև եթե
Ես 6 շաբաթ ժամանակ եմ տվել եւ նաեւ ինձ եմ տվել այդ ժամանակը։ Հետո ես գիտեմ ինչ պիտի անեմ, բայց որպեսզի համախմբվեն, դաշնակցություն կլինի, հանրապետական կլինի, ինչով եք զբաղված։ Ամեն ինչով զբաղվում եք բացի հիմնական օրենքից։ Այդ ինչ նախանձիկ ու խանդիկներ եք, որ գիտեք, որ ձեր ազգային ազատագրական պայքարի առաջնորդը նախագիծ է տվել, մի հատ չեք ասում։ Գոնե ՀՀՇ-ն տեսեք Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը ժամանակին խնդրեց, ես գնացի ներկայացրի, Ժառանգությունը նույնպես խնդրեց ներկայացրի, ազգային ժողովրդավարական բևեռը ներկայացրել եմ, քննարկել լսել են։ Սրանք քթները վերցած Նիկոլից ոչ պակաս ասում են, խորհրդարանական համակարգը լավ համակարգ է, աշխարհի ամենաստոր համակարգն է, որտեղ իշխանության ճյուղերի տարանջատում չկա։ Եթե իշխանությունը ժողովրդին է պատկանում, ուրեմն ժողովուրդն էլ պիտի ճյուղերը առանձին տա, որ նրանք իրար հակադրվելով քաղաքացիների իրավունքները պաշտպանեն։ Այստեղ չկա այդ բանը։ Այստեղ վարչապետը մի որևէ սխալ է անում, պարլամենտական մեծամասնությունը իր գրպանում է կամ ինքն է նրանց գրպանում։ Այնպես որ ես կոչ եմ արել, որ այս հարցի շուրջ բավական պատասխանատվություն դրսևորեն, պատրաստ եմ բոլորի հետ աշխատել, ինձ համար չկա այն ինչ թվին, ինչ բանն ասեցիր։ Իմ շատ մոտիկ մարդիկ ասում են, դու Նիկոլ Փաշինյանին են առաջին օրերին, ինչի ես աջակցում, ասում եմ, մի քիչ ճիշտ բան է ասում։ Ասում եմ, դու մոռացել ես ինքը քո մասին ինչեր է գրել, ինչ ստեր, որ դու Լաչինում, որտեղ քո լավագույն ընկերներն են զոհվել մարդկանց պաշտպանելու համար, իբր թալանի համար ես գնացել։ Ինչևէ, ես այս օրինակ ինչի բերեցի, որ ես պատրաստ եմ հիմա ցանկացած մարդու հետ աշխատել, բայց նպատակաուղղված։ Փոխում ենք սահմանադրությունը շատ արագ, դա կարելի անել մինչև օրենքով, հանրակրվեով մինչև մարտ ամիս, բարեփոխում ենք։ Չենք փոխում։ Մեր գործը հեշտ է։ Մենք ընդամենը մի քանի հոդված ենք փոխելու։ 2 տարով առանձին վարչապետ է ընտրվում, նախագահը թռնում է, նախագահ չի, քաղաքացիներն են նախագահ դառնում եւ ընտրություններում նշանակում են պարլամենտականները 2 տարով պարլամենտ, 2 տարով վարչապետ, թափուր մնացած դատավորների տեղերը նույնպես քաղաքացիներն են ընտրում։ Լավ աշխատեցին, հետո էլի կընտրվեն, վատ աշխատեցին, էլ չեն ընտրվում։ Այնտեղ ավելի բավական մանրամասներ կան, որ հիմա հարկ չեմ համարում ներկայացնել։ Շատ կարևոր բան է եւ այդ բոլոր կարևորների մեջ ամենակարևոր բանը։ Ի վերջո այդ ոլորտի ինձ բարձր մասնագետ չկա աշխարհում, անհամեստ թող չթվա, եւ նաեւ պրակտիկ աշխատել եմ։ Այդ ոլորտի մասնագետն եմ ու գիտեմ, որ աշխարհը սրա պետք ունի։ Ես ուզում եմ, որ Հայաստանը դառնա առաջամարտիկը, որովհետեւ ես հայ եմ եւ իմ բացահայտումները, իմ հայտնագործությունները պիտի Հայաստանի միջոցով մարդկության սեփականությունը դառնան։ Պարոն Հայրիկյան, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ, հերի բարեկամներ, նախ ուզում եմ շնորհավորանքները սղել ձեզ եւ մաղթել, որ այս տարի վերջապես մեր արժեքները հաղթեն, ոչ թե քաղաքական հաշվարկները։ Շնորհակալություն եւ մնացեք Եվրամեդիա 24-ի եթերում։ Հաջողություն ձեզ։